Պարոն Պապյան, իհարկե ծրագիրը իսկապես շատ լավն է, ես հատկապես այն կոնտեքստում, որ այնքան են վերջի տարիներին մեր զբոսաշրջիկների հոսքերն ավելացել, որ նման ծրագրերի նախաձեռնության առիթ ենք ունենում այսօր, ես ուզում եմ խոսել հյուրանոցներից եւ հյուրատների հետ կապված ծրագրով արդյոք կան ներդրումներ կամ չգիտեմ աջակցության ծրագրեր, որովհետև հիմա երբ որոշենք օրինակ որևէ մարզում ունենալ բազմաթիվ մեծ հոսքեր լինի, մենք հյուրանոցների մասով խնդիր ենք ունենում, եթե զբոսաշրջիկներն օրինակ գան որևէ X քանակությամբ, եւ ամենակարևորը գործող հյուրանոցների պայմանների բարելավման մասով կուզեմ ունենանք որևէ ծրագրի, այսինքն ոչ միայն քանակն է կարևոր, այլ նաեւ որակը, որպեսզի ունենանք այդ զբոսաշրջիկներին ծառայությունների մատուցման կարևոր հավուր պատշաճի պայմաններ։ Եվ կուզեմ նաև ծրագրից խոսեմ բյուջեն որքան է, ինչ գումարի չափով վարկ ենք վերցնում այս պահին եւ նաև տոկոսադրույքը մարման ժամկետները մի քիչ մի փոքր էլ տեխնիկական մասով կխնդրեմ ներկայացնեք։ Շնորհակալություն Տիկին Մանավազյան կամ զբոսաշրջային հոսքերից։ Զբոսաշրջային հոսքերը ավելացել են իրապես նախորդ տարի 12 ամիսներից 7-ը ռեկորդային են, այսինքն երբևէ եղել օրինակ որևէ դեկտեմբեր կամ չի եղել որևէ մայիս կամ չի եղել որևէ հունիս կամ հոկտեմբեր, որ այդքան զբոսաշրջիկ եկած լինի, էլի ամիսներ կա 7 ամիս։ Այս տարի հունվարը նոր ռեկորդ է, այսինքն 26 թվականի հունվարը ոչ միայն նախորդ տարվի, Հայաստանի պատմության բոլոր հունվարների լավագույն հունվարն է եղել։ Այս տարի հունվարին Հայաստան եկել է 39% ավելի շատ զբոսաշրջիկ, քան անցած տարի հունվարին, 39%։ Եվ կառուցվածքի մեջ էլ շատ փոփոխություն չկա։ Օրինակ Ռուսաստանը 40% էր, մնացել է 41%, այսինքն Ռուսաստանն էլ է աճել, բայց մյուսներն էլ են աճել համաչափ։ Եվ այս առումով ուզում եմ նշել, որ այդ տենդենսը լավ շարունակում ենք, այսինքն դա նշանակում է, որ ինչ որ մենք անում ենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ, կարճաժամկետ նկատի ունեմ արտաքին շուկաներում մարքեթինգային ակտիվ, արշավներ, միջնաժամկետ նոր ուղղություններ դեպի Հայաստան, այդ թվում օրինակ Մերձավոր Արևելքի երկրներից զբոսաշրջային հոսքերը էականորեն ավելացել են։ Ես օրեր առաջ Air Arabia-ով թռնում էի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ զբոսաշրջիկներ եւ մեծ մասը ակնհայտ Հայաստանի քաղաքացիներ չէին, իրանք ինչն է պատճառը։ Մեր քաղաքականությունը որտեղ է։ Մենք ասել ենք, որ ոչ ռեզիդենտ, բայց ոչ քաղաքացին Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի կարող է գալ Հայաստանի Հանրապետություն առանց վիզա։ Եվ իրանք որոշակի ժամանակը մեկ երկրից ստիպված պիտի դուրս գան եւ իրանք գալիս են նաեւ հիմա մեծ մաս եւ զգալի չափով Հայաստան։ Նախկինում այդ հոսքերը օրինակ Հայաստանից մի քիչ վերև էին գնում եւ Հայաստանը շրջանցում էին, այսինքն մեր քաղաքականություններով այնպես են կարել, որ այդ հոսքերը, այո, կլանում ենք վերցնում են։ Ինչ վերաբերվում է կարողությունների զարգացումը, դա շատ կարևոր է եւ այսօր էլ մենք ունենք մեծ մի քանի պրոյեկտներ, որոնք որ ավարտին չեն հասցվել ֆինանսական խնդիրների պատճառով, այդ թվում նաեւ Արենի կլաստերում այդպիսի մի մեծ պրոյեկտ կա եւ այսօր ունենք հետեւյալ ծրագիրը արտադրողականության խթանման ծրագրով, եթե ռեստորանային բիզնեսը կամ հյուրանոցային բիզնեսը ուզում է գնել տեխնիկա, սարքավորում եւ այլն, այդ վարկի տոկոսները, կարծեմ այսօր բիզնես վարկը իրենց 13%-ով են տալիս, մենք 10%-ային կետը փակում ենք եւ իրենք 3 են ստանում։ Բայց ձեր առաջարկը մենք հաշվի կառնենք, մենք մտածում լիզինգով, բայց մենք մտածում ենք դրա մասին, մենք ձեր առաջարկը հաշվի կառնենք, ես հիմա չեմ ասի կոնկրետ բան, որպեսզի չստեղծենք սպասում, բայց շատ հնարավոր է, որ ծրագիր ունենանք նաեւ նրա համար, որ խթանենք կլաստերներում կամ ընդհանրապես մարզերում ռեստորանաշինությունը, հյուրանոցաշինություն, այսինքն այս process-ին առաջիկա 5 տարվա ընթացքում ուրեմն մեծ բում տանք եւ շուտով նաեւ ինձ թվում է դրա մասին կհայտարարենք, հիմա կավելացնենք Գևորգյան, ես մի բան էլ ասեմ, 96.4 միլիոն եվրոյա վարկը,
Այսօրվա տոկոսադրույքով մոտավորապես 3%-ի 3%-ը իր վարկի տոկոսը մոտավորապես այդքան է գալիս։ Շնորհակալություն։ Եթե ավելացնելու բան կա։ Ահա, խնդրեմ։ Տիկին Մանավազյան, նախորդ ծրագրով ունենք փորձ հյուրանոցների հետ համագործակցության, մասնավորապես հյուրանոցների համար ճանապարհներ կառուցել, գոյուղի, հոսանք եւ այլ ենթակառուցվածքներ, այդ թվում ավտոկաններ, որոնք բացառապես գտնվում են համայնքային հողի վրա եւ դրա հիմնական շահառուն եւ համայնքի ժողովուրդն է եւ զբոսաշրջիկները։ Այդպիսի հյուրանոցներ ունենք Գառնիում, Վանաձորում, Դիլիջանում եւ այլն։ Եւ հիմա մեր համարյա 4 կլաստերներում կան ներդրողներ, որոնց հետ արդեն բանակցել ենք եւ որոնք ուղղակիորեն չնայած որ իրանք իրաց ներդրումը անում են, բայց ակնկալում են, որ ենթակառուցվածքների զարգացման ընթացքում նաեւ հենց հյուրանոցների, ուղիղ հյուրանոցների համար կառուցվեն ենթակառուցվածքներ եւ դա իհարկե մենք ողջունում ենք, քանի որ այս տարի եւ հաջորդ տարի ակնկալում ենք Հայաստանում միջոցառումներ, որոնք բազմահազարանոց են լինելու, սկսած Եվրոպական քաղաքական համաժողովը, այնուհետև կոնկուրս Բրյուսել մոնդիալը, որը գինու ամենահայտնի մրցույթն է եւ միայն 400 սոմելի է գալու Հայաստան մայիսի վերջին։ Այս տարվա վերջին ունենք COP17-ը, որը նախատեսում է միաժամանակ մինչև 16000 մարդու այցելություն։ Հաջորդ տարի ունենք ֆրանկոֆոն խաղերը եւ այս ամբողջը նախատեսում է Այո, նախատեսում ենք շնորհակալություն, որ հուշում եք եւ այս ամբողջ միջոցառումները ընդունելու համար մենք պետք է ունենանք բավարար եւ որակյալ ֆոնդ, ինչպես դուք եք նշում, ուղղակի նշեմ, որ անցած տարի 3 խոշոր համերգ ա եղել Երևանում, ամենամեծ համերգը հյուրընկալել է 20000 զբոսաշրջիկ եւ զբաղված ա եղել Երևանի եւ մինչեւ 1 ժամ հեռավորության բոլոր քաղաքների հյուրանոցները եւ նաեւ հյուրատները, այսինքն սա մեզ ազդակա, որ մեր հյուրանոցային ֆոնդը, եթե չբարելավենք ու չավելացնենք, հաջորդող տարիներին չի բավարարելու։ Կարելի է։ Ես շատ ուրախ եմ, որ նման ծրագրեր կա հատկապես ենթակառուցվածքների մասով, բայց կուզեմ այս մասին արդյոք բոլորը իրազեկված են։ Տեղյակ եմ, որ կարող են ունենալ օրինակ հյուրանոց կամ ռեստորան եւ ենթակառուցվածքները կառավարությունը հոգում է այդ մասով։ Եվ երկրորդ դուք ասում եք, որ բավականին մեծ միջոցառում եք ունենալու կոպը, չգիտեմ, նաեւ եվրոպական երկրների միջոցառումը մայիսին, բայց մենք օրինակ Երևանամերձ մարզերում իսկապես չունենք հյուրանոցներ Արմավիրի մարզում, Արտաշատում, որտեղ կարելի է նման միջոցառումների ժամանակ նաև ունենալ հնարավորություն ոչ միայն գեր ծանրաբեռնել Երևանը բոլոր հյուրանոցներով, այլ նաև հարակից մարզերը։ Կոտայքի մարզում կարծում եմ, որը քիչ կլինի, ինչ ունենք, ծրագիր արդյոք ունենք, հետագայի համար եմ սա ասում։ Շնորհակալություն հարցի համար, ելնելով իրազեկման անհրաժեշտությունից նախարարի հետ արդեն ուրբաթ օրվանից սկսել ենք մարզային այցելությունները եւ անձամբ հանդիպում ենք բոլոր 10 մարզերում համայնք, այո, Դիլիջան եւ Վայոց ձոր արդեն հանդիպել ենք։ Այո, եւ այսպես շարունակում ենք, ներկայացնում ենք Ներողություն, Տավուշ Վայոց ձոր։ հնգամյա ռազմավարությունը եւ նաեւ այս վարկային համաձայնագիրը, որով կարող են դիմել, բայց վստահեցնում եմ ձեզ, ներդրողները արդեն գիտեն եւ փոքր հյուրատներն են դիմում եւ մեծ հյուրանոցներն են դիմում եւ նաեւ ռեստորանները եւ անգամ որովհետեւ նաեւ այս ծրագիրը բացի ենթակառուցվածքներից ունի soft component ծրագրային եւ մարքեթինգային, այսինքն նաեւ մենք աջակցելու ենք 5%-ի գումար 5%-ը կարող ենք ծախսել երկրի մարքեթինգի վրա եւ նաև անալիտիկա անելու համար։ Այդ մեկ եւ երկու հարց տվեցիք։ Ես լրացնեմ, Վայոց ձորում արդեն արել ենք, Տավուշում արել ենք, պատրաստում ենք Շիրակում արդեն, այսինքն Շիրակը պլանավորած հերթով բոլոր գնում ենք, այնտեղ են
փորձում ենք հնարավորինս ինչքան շատ հյուրանոցատեր, ռեստորանատեր, զբոսաշրջության մեջ ներգրաված սուբյեկտ բոլորին հավաքում ենք, ասում ենք, այս մեր կլաստերն է, այս մեր ռազմավարությունն է, այս ենք ուզում անենք, հիմա դուք ասեք ինչ եք ուզում, սկսում ենք իրար հետ քննարկել եւ նաեւ այդ գաղափարները, որ եւ ինչ որ բաներ, որ ձևավորվել է, դրա արդյունքում։ Օրինակ, մի նախորդ իմ նախարարությունում ընդունելության ժամանակ իմ մոտ եկել էր մի գործարանատեր, որը Վայոց ձորում ունի գործարան եւ կառուցում են Աղավնաձոր գյուղում իրանք կառուցման մեջ են եւ կողքը էլի կա գործարան հիմա իրանք ասում են եթե կառավարություն եւ երրորդն էլ ոնց որ կա այդ մի հատվածում հիմա իրանք երեքով ասում են եթե կառավարությունը օրինակ մի հատ ճանապարհ կսարքի դեպի մեզ եկող օրինակ գյուղի այդ հատվածը կբարեկարգի գոնե այդքան մասը եւ այլն, այսինքն օրինակ տները բերենք մի տեսքի, կտուրները սիրուն փոխենք, ճանապարհը սարքենք քայլուղի եւ այլն, այսինքն նաեւ մարդկանց համար ենք բան։ Մենք ասում ենք, այստեղ օրինակ գյուղում կներդնենք, ենթադրենք $20 միլիոն փող, որի հետևանքով այն գյուղի մյուս հատվածներ կգա տեղ կաշխատի։ Այսինքն գինեգործությունը կզարգանա, խաղողի մթերելու խնդիր չի առաջանա եւ այլն, այսինքն այս մեծ գործ է եւ օրինակ սրա վերջնարդյունքում Արենիում այլևս ֆանտայի շշի մեջ գինի չպիտի վաճառվի։ Ես իրենց ուղիղ ասել եմ։ Այսինքն Ժողովուրդ ջան, ես ասել եմ իրենց, որ չի կարող լինել գինու կլաստեր, մեջը լավ որակի գինի, մեջը ֆանտայի շշի մեջ եւ իրանք դա գիտակցում են։ Հիմա մենք իրանց տալու ենք այդ հնարավորությունը, տալու ենք տաղավար, բոլորին մի ձևի, բոլորին գեղեցիկ սարքած, տալու ենք աջակցություն, որ գնան սարք առնեն, վարկի բոլոր տոկոսադրույքները կֆինանսավորենք, կոոպերատիվ ստեղծեն, գինին փակեն, շշալցնեն, խցան իրա վրա խփեն, պիտակ տան, մտավոր սեփականության պաշտպանության գործիքներ ենք տալու, այսինքն մի միջավայր, որի արդյունքում տունը գինին քաշեցի, լցրեցի ֆանտայի շշի մեջ, հանեցի, դրեցի արևի տակ վաճառեցի, կվերածվի իրապես գինին պատրաստեցի, շշալցրեցի եւ տարա իմ տաղավարում 4 անգամ թանկ վաճառեցի, քան այսօրվա գինն է։ Տիկին Մանավազյան, ձեր մյուս հարցը կապված էր Արարատ, Արմավիր մարզերի հյուրատնային եւ հյուրանոցային խնդիրը հետեւյալն է, քանի որ իրենք մոտիկ են Երևանին, սովորաբար զբոսաշրջիկներ, չնայած որ Խորվիրապ ամենաայցելվող վայրերից մեկն է, 800,000 զբոսաշրջիկ ա գնում տարեկան, բայց այդ տարածքում չկա մի հյուրատուն, անգամ մի նորմալ ռեստորան։ Այս հարցի ես համայնքի ղեկավարի հետ եմ քննարկել, պարոն նախարար գիտի, ասում է, որ բաներ տուրօպերատորները բերում են, պտտում են, այնուհետև գնում են Նորավանք։ Ու եթե շարունակում են դեպի Տաթև, արդեն մնում են Սյունիքում կամ Վայոց ձորում։ Խնդիրը այդ է, բայց ճիշտ եք ասում, անգամ վիճակագրական կոմիտեից ստացած մեր տվյալներով Արարատի մարզում մենք չունենք զբոսաշրջիկների անգամ մեկ գիշերակաց։ Սա այո, լուրջ խնդիր է, որ մենք առաջարկել ենք օրինակ Խորվիրապ կողքի գյուղը, որ չի կոչվում Խորվիրապ, բայց բոլորը այդպես գիտեն, փոքրիկ հյուրանոցային տնտեսություններ եւ ոնց որ զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացիա լինի եւ նույն խնդիրը կա, այո, Էջմիածինը, որ այդքան այցելվող կրոնական զբոսաշրջություն եւ ոչ միայն վայրը, նորմալ հյուրանոցներ չկան։ Եվ նաեւ մենք ունենք այս տարի մեր առաջ դրված խնդիր, որ զբոսաշրջիկը այցելի ոչ միայն եկեղեցիներ եւ մեկ օր մնա մարզում, այլ գնա եկեղեցի, գնա մի հատ ամրոց, տանեն լավ ռեստորան, հետո տանեն բնադիտման ու օրը իր այնքան հագեցած ու երկար լինի, որ ինքը գոնե 1 կամ 2 գիշերակաց մարզում մնա։ Իսկ հիմա մեր տուրօպերատորները տանում են Խորվիրապ, Տաթև, այո, եւ եկեղեցիներ են տանում ու հետ են բերում։ Սա շատ լավ կարևորագույն հարց է, որ մենք պետք է լուծենք։ Իջարույց սա մեր եւ Վրաստանի խնդիրն է ընդհանուր, միջազգային փորձագետները եկել էին հետազոտության, իրանք ասում էին շատ լավ է, ֆանտաստիկ է, բայց երկուսն էլ նույն բանն են անում, եկեղեցի, հետո մի հատ էլ եկեղեցի, հետո մյուս եկեղեցին, հետո մյուս, բայց պետք է այդ խառնել այդ ամեն ինչը, որպեսզի մարդու բավարարվածությունը մաքսիմալ բարձր մակարդակի վրա լինի։ Նու Էջմիածնում կան այսօր, բայց շատ մատերի վրա կարելի է հաշվել, նույնիսկ համարների քանակը մատերի վրա կարելի է հաշվել, այսինքն այդ շատ սահմանափակ է։